Արգել է հայրենակիցներ, բարև ձեզ, այսօր ուզում եմ մի քիչ պատմել ձեզ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովի իրական արդյունքների մասին, արդյոք այն որևէ բան տվեց մեզ, ձեզ, բացի սրտաճմլիկ նկարներից, վեհամբարձ խոսքերից, գեղեցիկ միջավայրից եւ մեծ խոստումներից, որ հնչեցին հերթական անգամ նմանատիպ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Եվ այսպես շատերդ մտածում էիք, որ Եվրամիության գագաթնաժողովը որ գալիս է Հայաստան, հաստատ մի բան պետքա տան, մի շատ շոշափելի, մի շատ կոնկրետ, այո դա իրենց էլ էր պետք, որովհետև ուզում էին Նիկոլ Փաշինյանին նախընտրական աջակցություն ցուցաբերեին, ակնհայտ էր միջոցառումը հենց դրա մասին էր, ոսկե ԵՄ Հայաստան գագաթնաժողովի մասին է այս պահին նաև։ Եվ բոլորը մտածում էին, որ հեսա հոպ գալու են եվրոպացիք եւ հայտարարեն, որ Նիկոլի խաթր տալիս են վիզաների ազատականացման ռեժիմ կամ որոշակի հստակ ժամկետ կնշեն, որ եթե Նիկոլը մնա, ապա ենթադրենք կես տարուց կամ մի տարուց վիզաները կազատականանան։ Դա տեղի չունեցավ։ Այսինքն ամենամեծ նախընտրական շոշափելի բանը, որ կարող էր ստանալ Նիկոլը բացի այդ աուդիո-վիդեո նյութերից, տեսանյութերից, Մակրոնի կողմից սիրվող շներից, պրաբեժկեքից, ուրսուլաներից եւ այլն, դա հենց դա պետք է լիներ վիզաների ազատականացման հարցի հստակեցումը, ինչ էր մեր շարքային քաղաքացիներին հետաքրքրող եւ շատ լավ հարց է իրականում։ Իդեպ այդ հարցը սկսվել է Սերժ Սարգսյանի օրոք եւ ժամանակ 2017 թվականի նոյեմբերից Եվրոպական միության հետ Հայաստանը սկսել է այդ գործընթացը, ոչ թե ազատականացման երկխոսությունը, այլ նման ուղով գնալու իրավական հիմքն է դրվել եւ այնպես չի, որ Նիկոլը ինչ-որ էքսկլյուզիվ բան է անում, ընդհանրապես ուշացումով 7-8 տարի անց փորձում է կյանքի կոչել են, ինչ որ 17-ի նոյեմբերին մենք սկսել էինք, 18 իրադարձությունների պատճառով մենք չհասցրեցինք շարունակել, իսկ ինքը մի քանի տարի ապիկար ձախողված գործողությունների արդյունքում այդ թվում այդ ուղղությամբ չկարողացավ որևէ շոշափելի բան տալ։ Եվ այսպես վիզաների ազատականացման հարցը նախընտրական թողոբոհի մեջ կարծես թե պետք է տուրբո ռեժիմի մեջ ընկներ, եվրոպացիք եկան այստեղ, ամսի 5-ին տեղի ունեցավ այդ ԵՄ Հայաստան գագաթնաժողովը, ընդունվեց եզրափակիչ փաստաթուղթ, որտեղ ինչ որևէ կոնկրետ դատա չկար եւ չէր կարող լինել։ Ավելին ասեմ ձեզ, այն ինչ որ մատուցվել է որպես գործողությունների ծրագիր, իրականում ենթադրում է, սա ուզում եմ ֆիքսեք։ Նորմալ կառավարության դեպքում դեռևս Հայաստանի պետության կողմից կա առնվազն 3-3.5 տարվա քրտնաջան ջանասիրական հստակ աշխատանքի ֆրոնտ, որպեսզի Հայաստանի առջև դրված պայմանները վիզաների ազատականացման հարցով բավարարվեն։ Այսինքն անգամ եթե Նիկոլ Փաշինյանը լիներ լավ կառավարիչ եւ հենց այսօրվանից զբաղվեր վիզաների ազատականացման խնդրի հաջորդ этаպի կյանքի կոչելով, ապա դրա համար պետք է 3.5-4 տարի։ Սա նշանակում է, որ ցանկացած նորմալ կառավարություն, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որ կարող է ձևավորվել խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, այդ հարցով կարող է զբաղվել ոչ պակաս, եթե չասեմ շատ ավելի մեծ արդյունավետությամբ, քան Նիկոլ Փաշինյանն է, ով 18-ի իշխանազավթումից հետո մինչև 25 թվական մատը մատին չի տվել այս ուղղությամբ։ Այսինքն հարգելի հայրենակիցներ, լավագույն դեպքում վիզաների ազատականացման հարցը վերջնական իր լուծումը կարող է ստանալ 2029, եթե ոչ 2030 թվականին, այն էլ այն պայմանով, որ դրանով զբաղվի նորմալ ռեֆորմներին ունակ գործով զբաղվող, արդյունք տվող կառավարություն։ Դա հաստատ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը չի, որովհետեւ նրանք ձախողել են ցանկացած ռեֆորմ, որով զբաղվել են։ Իսկ այդ ուղղությամբ Հայաստանից ակնկալվում է մոտավորապես դեռ 70-72 միջոցառում, քայլ որոշում, իրականացում, որպեսզի եվրոպացիք համարեն, որ Հայաստանը պատրաստ է վիզաների ազատականացման։ Այսինքն նախընտրական թողոբոյի մեջ վիզաների ազատականացման հարցով Նիկոլի ցանկացած այլ հրապարակային խոսք
հերթական սուտն է, հերթական լոլոն է, հերթական փուչիկն է, որովհետև ես ձեզ ասեցի, օբյեկտիվ ինֆորմացիա, օբյեկտիվ փաստեր, որոնք ձեզանից թաքցվում են եւ չեն դառնում լայն հասարակական PR-ի կամ քննարկումների առարկա։ Դրա փոխարեն ձեզ Նիկոլը կարող է սնտրարշավի ժամանակ շարունակել պատմել իր հեքիաթները։ Վիզաների ազատականացման հարցը իր հարցը չէ։ Դա 17-ից Սերժ Սարգսյանից սկսված հարց է, որը ինքը 8 տարի բարեհաջող թաղել էր եւ հիմա որոշել են ընտրություններին ընդառաջ այն ակտիվացնել։ Ցավոք, դեռևս 3-4 տարի կա, բայց նորմալ կառավարության պարագայում։ Եթե մնաց Նիկոլը, մեծ հարց է, թե քանի տարի կմնա։ Եվ այստեղ շատ կարևոր հարց, շատ կարևոր, խնդրում եմ ուշադիր։ Անկախ նրանից, որ եվրոպական ընթացիկ իշխող էլիտան դրական է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, աչք է փակում իր բոլոր ապօրինությունների վրա, օգտագործում է նրան գեոպոլիտիկ խաղերի մեջ, անկախ այս քաղաքական բարեհաճ վերաբերմունքից, սա հատուկ ֆիքսեք, խնդրում եմ։ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման հարցով քաղաքական, միայն քաղաքական որոշում կայացնել չի կարող Եվրամիությունը Նիկոլ Փաշինյանի խաթր, որքան էլ իրեն փորձեն ընտրացնել, փաթաթել մեր վզին, օգնել եւ այլն, կայացնի կամայական ադբալդի օթից որոշում, որ ներեցեք Հայաստանի հետ վիզաները այլևս ազատական են։ Ինչու՞, որովհետև դրա համար կան բազմաթիվ տասնյակներ տեխնիկական պահանջներ, ռեֆորմների կարիք, համապատասխանեցումներ, փոփոխություններ, որ պետք է անի Հայաստանը։ Այսինքն ոչ ոք չի կարա Նիկոլի տգեղ աչքերի կամ գեշ ֆիգուրի խաթր ասի, որ գիտեք, մենք ազատականացնում ենք վիզաները Հայաստանի հետ։ Դա այդպես չի լինելու, դա այդպես չի աշխատում։ Քաղաքական տրամադրվածությունները, քաղաքական տրամադրվածություն, բայց Հայաստանը պետք է կատարի իր տնային աշխատանքը։ Հետևաբար կանխեմ նաև քարոզարշավի մեջ հաջորդ սուտը, որ Նիկոլը եթե մնա, վիզաները հաստատ կազատականանան։ Դա այդպես չի, այդ process-ը սկսվել է առանց Նիկոլի օրոք այդ բարեփոխումները, փոփոխությունները արագ եւ արդյունավետ չեն գնացելու, չեն գնալու եւ Նիկոլի խաթր Եվրամիությունը այդ հարցի արագ լուծում տալ չի կարող, որովհետեւ դա տեխնիկական process է, համապատասխանեցումների process է եւ այլն եւ այլն։ Մի օրինակ ընդհանրապես ձեզ հիշեցնեմ, էլի բազմաթիվ բաներ եք գրել, որ խոսենք, բայց չերկարացնեմ, հետո առանձին վիդեոյով դա էլ կխոսեմ։ Որպեսզի դուք հասկանաք ինչքան ապիկար է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եվրոպական ստանդարտներին մեզ մոտարկելու հարցում, ընդհանրապես հիշեցնեմ, որ Հայաստանի ավիացիան գտնվում է Եվրոպական միության սև ցուցակում արդեն 5-6 տարի է եւ 5-6 տարի ընդհանրապես մի ոլորտ, ավիացիայի ոլորտը Նիկոլենք չեն կարողանում համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին։ Մի ոլորտ, քաղավիացիա, ունենք չի, որ մենք տենց հարյուրավոր կամպանիաներ ունենք, հազարավոր ինքնաթիռներ ունենք եւ այլն եւ այլն։ Ավելին ասեմ ձեզ, մինչև 2030-31 թվականն էլ միայն քաղավիացիայի ոլորտով Հայաստանը Նիկոլի հետևանքով եւ պատճառով, շնորհիվ ճակերտավոր չի կարող դուրս գալ Եվրոպական միության սև ցուցակից։ Դուք հասկանում եք, մի ոլորտ, ընդհանրապես ավիացիայի ոլորտում Նիկոլը ունակ չի։ Նախ իր պատճառով մեզ գցել են սև ցուցակ, իր հիշում եք այդ իր վերած խնդալու կադրերին։ Եվ հիմա եւս մի քանի տարի Հայաստանը պետք է վիզ դնի, որպեսզի դուրս գա այդ մի պոզիցիայով սև ցուցակից։ Այսքանը իմի բերենք։ Վիզաների ազատականացման սպասված լուրը ԵՄ Հայաստան գագաթնաժողովին չհասդարարվեց, ընդամենը 3-4 տարվա աշխատանքի ծանր աշխատանքի պլան փոխանցեցին եվրոպացիք Նիկոլին, ինչքան էլ իրան օգտագործեն, փորձեն օգնել, քաղաքական որոշումով միայն այդ հարցը չի լուծվելու, Հայաստանը պետք է համապատասխանի տեխնիկական պահանջներին, բովանդակային պահանջներին։ Նիկոլի կառավարությունը ամենաանարդյունավետ, անբարեփոխիչ, քայքայիչ կառավարությունն է, որը եթե հանկարծ նորից վերաձևավորվեց,
ապա վիզաների ազատականացման հարցով եւս առնվազն 4-5 տարի հույս չունենաք, իսկ եթե եկավ նորմալ կառավարություն, ապա 3-4 տարիների ընթացքում կարելի է կյանքի կոչել այդ գործողությունների ծրագիրը։ Լավ օրեմ ձեզ մաղթում, կապի մեջ։